Հովանես Ավետանիչն ասում է. ինչ որ պետք է իմանալ Աստծո մասին, այստեղ գրված է, Սուրբ գրքում գրված է, եւ շատ ուրիշ գրքեր էլ կան, որոնք եթե գրված լինեին, ամբողջ աշխարհի գրքերը չէին տեղավորի այդ ինֆորմացիան Աստծո մասին, բայց ինչ որ պետք է ճանաչելու, հավատալու եւ փրկվելու համար գրված է այստեղ։ Որտեղ? Սուրբ գրքում։ Սուրբ գիրքը կոչվում է Աստված ճանաչողության կամ Աստված հայտնության գիրք։ Աստված ճանաչողությունը մարդու համար երբ է սկսվում։ Աստվածագիտությունը որտեղ է։ Աստվածաբանությունը որտեղ է ստացվում։ Դրախտում։ Ադամը ումից լսեց Աստծո մասին։ Ումից պատվեր ստացավ կենդանիներին անուն դնելու կամ արգելված պղի չճաշակելու։ Ուղղակի Աստծուց։ Ադամը Աստծուն ճանաչում էր Աստծուց։ Սուրբ գրքի կարիք չկար եւ չկար Սուրբ գիրք, Աստվածաշունչ չկար, միջնորդ չկար, ուղղակի էր Աստված հայտնությունը, Աստված երևում էր Ադամին եւ խոսում էր իր հետ։ Եվ Աստծուն մասին Ադամը Աստծուց էր ճանաչում։ Բայց երբ Ադամը մեղք գործեց եւ հատկապես մարդկությունը երկրի վրա տարածվեց եւ մեղքերը շատացան, մարդն Աստծուց հեռացավ եւ Աստված տարբեր ճանապարհներով, տարբեր միջոցներով հայտնություններ հաստատեց, Աստված հայտնություններ եղան։ Կարիք ուներ մարդը Աստծուն տեսնելու, ճանաչելու։ Դե առաջին Աստված հայտնությունը եղավ Ադամին դրախտից հետո, իհարկե դա Սուրբ գրքում գրված չէ, բայց մի քանի Աբելին եղավ, Աստված Աբելին զոհը ընդունեց, Կայենի զոհը չընդունեց։ Սա Աստված ճանաչողության, ինչպես գիտեր Աբելը, օրինակ, որ պետք է Աստծուն զոհ մատուցել։ Ումից գիտեր, բնականաբար Ադամից գիտեր, չէ՞։ Ադամն էր սովորեցրել Աբելին եւ Կայենին, որ եթե ուզում եք Աստծուն հաճելի լինել, Աստծո օրհնությունը ստանալ, պետք է ձեր նվերը մատուցեք Աստծուն։ Աբելը լավ նվեր մատուցեց, Կայենը վատ նվեր մատուցեց, այսինքն առաջին գործողությունը Աստծո հետ շփման հենց զոհաբերությունն է, չէ՞։ Որը իմանում եք Աբելի Կայենի զոհից, որը մեկը ընդունվեց, մեկը չընդունվեց։ Հետո ասում են, որ Ադամից երրորդը Ենոքը հաճելի եղավ, 7-րդը Ենովքը, հա, ընդհանրապես երկինք գնաց, վերացավ։ Ավանդությունն ասում է, որ Ենովքը 200 տարի իր այգու պտղից չճաշակեց, ասեց Ադամը ճաշակեց, դրախտից վտարվեց, ես չճաշակեմ, մտնեմ դրախտ եւ մենք գիտենք ավանդության համաձայն, որ Ենովքը հիմա դրախտում է։ Ադամից 10-րդը Նոյը ավելի մեծ Աստված ճանաչողության, Աստծո հետ մերձեցման միջոց էր, հա։ Ջրհեղեղով ամբողջ աշխարհը վերացավ, եւ որից հետո Աստված ծիածանը հաստատեց, նոր Աստված ճանաչողության մի կերպ եղավ, աշխարհի նոր սկիզբ եղավ։ Նոյը մարդկության երկրորդ հայր է կոչվում, չէ՞։ Նոյից մարդկությունը նորից վերածնվեց։ Որից հետո գալիս է Աբրահամը, Աբրահամն էլ Նոյից 10-րդն էր, որտեղ Ադամից 10-րդը Նոյն էր, Նոյից 10-րդը Աբրահամն էր։ Աբրահամը ընդհանրապես հավատքի հայր է կոչվում, թե հեթանոսների եւ թե քրիստոնյաների։ Աբրահամով մի նոր սերունդ է հիմնվում։ Ասում է, քո սերունդը կդառնա Աստված ճանաչողության նոր հիմք է դրվում, հեթանոսությունից, որտեղ Նոյից հետո մարդուց ընկավ հեթանոսության մեջ, Աստվածներ սկսեց պաշտպել, ճշմարիտ Աստծուն մոռացավ եւ կարիք եղավ նոր Աստված պաշտության, նոր Աստված ճանաչողության։ Այդպես ժամանակ առ ժամանակ Աստված իր ուխտը նորոգում էր մարդկության հետ։ Աստված ճանաչողությունը թարմացնում էր։ Աբրահամից հետո գալիս է արդեն Աբրահամ, Իսահակ, Հակոբ, դրանք նահապետներն են, հետո Մովսեսով գալիս է մարգարեների շրջանը։
նախահայրերը մինչև Նոյը, Նոյից հետո նահապետները, հետո գալիս են մարգարեները Մովսեսով սկսած։ Մովսեսով արդեն գրավոր օրենքն է Աստված ոչ միայն բանավոր կերպով խոսեց, ինչպես Աբրահամի հետ, ինչպես Նոյի հետ, չէ՞։ Աբրահամի Նոյի հետ բարավոր էր խոսում։ Իսկ Մովսեսին ասեց վերցու քարի տախտակները գրի վրա։ Իր ձեռքով գրեց Աստված։ Գրավոր օրենք տվեց։ Երկար, բարակ, գրեց, հաստատեց, ասեց այս բոլորը կպահեք։ Բայց կրկին մարդկությունը չկարողացավ մնալ Աստված ճանաչողության մեջ, էլի մեղքերի մեջ ընկան։ Եվ վերջին Աստված ճանաչողությունը, վերջին Աստված հայտնությունը եղավ Քրիստոսով եւ Սուրբ Հոգով։ Երբ որ տեսավ, որ քարե տախտակների վրա գրած օրենքը այլևս չի ազդում մարդկանց վրա, սկսեց մարդկանց սրտի տախտակների վրա գրել Աստված, Սուրբ Հոգով գրեց։ Եվ դա արդեն մնում է վերջ։ Ինչ որ սրտիդ վրա է գրված, դրոշված, դաջված, այլևս չի ջնջվում։ Քարե տախտակները կոտրվեցին, գնացին, վերացան, ուխտի տապանակը ուրա հայտնի չի, բայց Սուրբ Հոգով, Քրիստոսով հաստատված նոր շնորհի օրենք այլևս մեր սրտի վրա է գրված, արձանագրված, կնքված եւ այլևս չենք կորցնում։ Եվ հենց սրա մասին է ասում Հովհաննես Ավետարանը, թե ինչ որ պետք է ճանաչել Աստծո մասին, Ադամից սկսած մինչև Քրիստոս գրված է, արձանագրված է Աստված հայտնության տարբեր ժամանակաշրջանում, տարբեր կերպերով Աստված խոսեց մարդկանց հետ, բայց ոչ մի բան չստացվեց։ Մինչև որ իր միածին որդուն ուղարկեց եւ նոր շնորհի օրենք տվեց եւ վերջացավ։ Աստված հայտնությունը Քրիստոսով ամբողջանում է։ Քրիստոսից հետո, Սուրբ Հոգու գալուստից հետո այլևս Աստված հայտնության կարիք չկա։ Վերջ, մնացածը մինչև աշխարհի վախճան։ Քրիստոսի երկրորդ գալուստից հետո այլևս արդարները կմնան, կգնան հավիտենական կյանք, իսկ մեղավորները կդատապարտվեն հավիտենական տանջանքների, Աստված հայտնության պատմությունը իր լրումին կհասնի։ Ամեն։